Հարգարժան նախագահող, հարգելի պատգամավորներ և հարգելի գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ։ Ձեզ եմ ներկայացնում 2024 թվականի պետական բյուջեի հաշվին Պարսագույն դատական խորհրդի և դատարանների կողմից իրականացվող ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը։ Պարսագույն դատական խորհրդին դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում ծրագրի շրջանակներում 2024 թվականին պետական բյուջեից հատկացվել է 19 միլիարդ 173 միլիոն 734 հազար 700 դրամ, որից Պարսագույն դատական խորհրդի և դատարանների կողմից իրականացվող միջոցառումների մասով 18 միլիարդ 728 միլիոն 246 հազար դրամ, իսկ այլ մարմինների քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող միջոցառումների մասով 425 միլիոն 488 հազար դրամ, Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրի վարչական շենքի կապիտալ շինարարության համար։ Կառուցվածքային առումով Պարսագույն դատական խորհրդի և դատարանների դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում 1080 ծրագրի դատական դեպարտամենտի կողմից իրականացվող մասը ներառում է 24 միջոցառումներ, որոնց 2024 թվականի պետական բյուջեի կատարողականն ունի հետևյալ բովանդակությունը։ Պարսագույն դատական խորհրդի և դատարանների ընթացիկ ծախսերի գծով թվով 21 միջոցառումներին հատկացվել է շուրջ 17.7 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 99%, որի 85.4%-ը շուրջ 15 միլիարդ դրամը բաժին է ընկնում աշխատանքի վարձատրությանը, որը կատարվել է կրկին 99%-ով առողջություն, իսկ 14.6%-ը տնտեսագիտական դասակարգման մնացած բոլոր հոդվածներին, օրինակ էներգետիկ ծառայություններ, կոմունալ ծառայություններ, ներքին գործուղումներ և այլն։ Արդյունքում ընթացիկ ծախսերի գծով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 79.1 միլիոն դրամ, որի գերակշիռ մասը կազմել են կազմակերպված գնումների արդյունքում առաջացած տնտեսված միջոցները։ Պարսագույն դատական խորհրդի և դատարանների պահոստային ֆոնդի գծով հատկացվել է շուրջ 375.9 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 99.7%։ Պահոստային ֆոնդից ծախսերը կատարվում են ԲԴԽ որոշումներով, դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով չնախատեսված դեպքերի համար։ Այս միջոցառմամբ հատկացված միջոցներից 335 միլիոն դրամ ուղղվել են շուրջ 30 նստավայրերի, շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման, 3.5 միլիոն դրամ ներկայացուցչական ծախսերի ձեռքբերման և այլն։ Այս միջոցառման շրջանակներում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել շուրջ 1 միլիոն դրամ։ Պարսագույն դատական խորհրդի և դատարանների կապիտալ ծախսերի գծով թվով 2 միջոցառումներին հատկացվել է 664 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 83.4%, պետական բյուջե է վերադարձվել շուրջ 110 միլիոն դրամ գումար։ Պարսագույն դատական խորհրդի և դատարանների կապիտալ ծախսերի գծով թիվ 31002 միջոցառմանը, որի կատարողը քաղաքաշինության կոմիտեն է, հատկացվել է 425 միլիոն դրամ, որն ամբողջությամբ վերադարձվել է պետական բյուջե, քանի որ Գավառի շենքի շինարարական աշխատանքները դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն դադարեցվել են։ Ընդհանուր առմամբ դատական իշխանության գործունեության ապահովման և իրականացման ծրագրի դատական դեպարտամենտի կողմից իրականացվող միջոցառումների գծով 2024 թվականի կատարողականը կազմել է 99%, որի արդյունքում 2024 թվականի տարեվերջին պետական բյուջե է վերադարձվել շուրջ 190 միլիոն դրամ։